2018 թվականից ի վեր, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 233 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը, այսինքն 233 միլիարդ դրամ միայն հավելյալ տվել ենք կենսաթոշակների ավելացմանը, 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել, միջին կենսաթոշակի չափը ավելացել է 22.3%-ով, այս ցուցանիշն իհարկե բավարար չէ, պետք է հարց ծագի, այս ինչ է, 233 միլիարդ հատկացրել եք և ընդամենը միջինը աճել է 22.3%-ով, այո, բայց պետք է հաշվի առնել, որ վեր նշված գումարը բաշխվել է անընդհատ ավելացող թոշակառուների միջև, իսկ 2018 թվականից մինչև էսպա մեր սիրելի թոշակառուների թիվը ավելացել է 125,000 դրամով, սա ընդգծում եմ ցույց տալու համար, որ մենք կենսաթոշակային հիմնադրամը հավելել ենք ահռելի ծավալով, բայց ահռելի ծավալով մեծացել է նաև կենսաթոշակառուների թիվը, որոնց միջև բաշխվել է նշված գումարը, որը անհատի մակարդակով երբեմն այնքան էլ շոշափելի չէ, որքան համախառն հիմնադրամի մակարդակում։ Նաև այս է պատճառը, որ մենք ներդրել ենք թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում ետվճարի համակարգ, որով շուրջ 290,000 կենսաթոշակառու ետ է ստացել շուրջ 19.9 միլիարդ դրամ, որից 18 միլիարդ դրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Շարունակելով այդ հավելյալ միջոցների թվարկումը, 2018 թվականից ի վեր 61 միլիարդ լրացուցիչ դրամ է հատկացվել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ծրագրին։ Սա ես խոսում եմ այն բյուջետային, եթե բյուջետային ծրագրերը եղել են, այս թվերը նախկինում եղածի վրա ավելացածներն են միայն 18 թվականից հետո։ Իսկ սկզբանե 2 տարեկան, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագրի շահառու էին հանդիսանում միայն աշխատող մայրերը, այսինքն միայն աշխատող մայրերն էին մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ տանում։ 2018 թվականից հետո մենք նախ ծրագրի շահառու դարձրեցինք գյուղական վայրերում ապրող, բայց չաշխատող երիտասարդ մայրիկներին, ապա նաև քաղաքներում բնակվող և չաշխատող երիտասարդ մայրիկներին, այսինքն գործնականում բոլորին։ Արդյունքում 2018 թվականի համեմատ այս նպաստը ստացող երիտասարդ մայրիկների թիվը ավելացավ 4.6 անգամ, 12,733-ից դառնալով 58,796, այսինքն ավելանալով 46,063 մարդով, իսկ նպաստի միջին չափը ավելի քան կրկնապատկվել է։ Հաջորդը 31.4 միլիարդ դրամ տրամադրվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաներին։ Այս ծրագիրը նախկինում գոյություն չի ունեցել և սկսել է գործել 2022 թվականի հունվարի 1-ից և 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 33,825 երեխա պետությունից, պետական բյուջեից, այդ հավելյալ 4.2 միլիարդից 50,000 ամսական դրամ աջակցություն է ստանում։ 5.4 միլիարդ դրամը բնակելի տների և բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրել ենք 25,000 քաղաքացիների, նրանց օգնելով էներգոարդյունավետ դարձնել իրենց բնակարանները և տները, հարմարեցնել հնարավոր բիզնես գործունեության համար։ Ծրագրի իրականացման եղանակը վարկերի տոկոսների սուբսիդավորումն է և այս 5.4 միլիարդը գնացել է այդ տոկոսների սուբսիդավորմանը։ 99 միլիարդ դրամը տրամադրել են 300 դպրոց ծրագրի իրականացման համար, որով դպրոցական ենթակառուցվածք կստեղծվի, կհիմնանորոգվի կամ կնորոգվի 63,400 դպրոցականների համար։ 37 միլիարդ դրամը տրամադրվել է ուսուցիչների վարձատրությունը ավելացնելուն տարբեր ծրագրերով։
Ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 2019 թվականին համատարած, ապա գործողության մեջ է մտել կամավոր ատեստավորման ծրագիրը, ապա ԲՏՃՄ ուղղություններով եւ մինչև 100 երեխա ունեցող դպրոցների ուսուցիչների վարձատրության հավելումների ծրագիրը։ Արդյունքում 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամը աճել է համախառն 37 միլիարդ դրամով, ինչը նշանակում է ուսուցիչների վարձատրության հիմնադրամի աճ 67%-ով եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում 597,500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։